Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջ մղմանը, գրել է նա։ Վարչապետն արժանացել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակին ի նշանավորում Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության հաստատման։ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մրցանակի գլխավոր քարտուղարին, հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ եւ Բելգիայի նախկին վարչապետ Շարլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ եւ Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։ Մուհամմադ Աբդել Սալամը նշել է, որ այն ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար։ Իհարկե դա շատ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքն է Հայաստանում եւ բնականաբար Հայաստանից դուրս։ Իհարկե ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է եւ մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է, այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում եւ դեռ աշխատում են Միացյալ Նահանգներում, Եվրամիությունում, տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանում։ Եվ իհարկե առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև գիտեք, որևէ համաձայնության ի կատարածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության, ասել է վարչապետը, ավելացնելով, որ ամբողջ գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է Հայաստանի ժողովուրդը։ Աշխարհում այլևս որևէ օրենք կարգ չի գործում, ով ինչ կարողանում անում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հույդան ներկայացնող Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, արձագանքելով հարցին, արդյոք այնինչ բերել է իշխանությունը իրական խաղաղություն է։ Պատգամավորն ասել է, որ իր խոսքով այսպես կոչված զինադադարը կարող է ցանկացած պահի խախտվել, եթե հանկարծ Հայաստանը որոշի ինչ-որ մի բան այլևս չզիջել։ Դա կբերի նոր բախումների։ Այսինքն այս խաղաղություն ասածը այնքան ձևական է, որ այն արժանի չէ լուրջ գնահատականի, ասել է նա։ Այդ շահերի սպասարկման արդյունքում ձեռք բերված այսպես կոչված զինադադարը, դա անվանում ենք ոչ թե խաղաղություն, այլ ժամանակավոր զինադադար, եւ այդ զինադադարը կարող է ցանկացած պահի խախտվել, եթե հանկարծ Հայաստանը որոշի ինչ-որ մի բան այլևս չզիջել, օրինակ։ Եվ սա կբերի նոր բախումների։ Այսինքն այս խաղաղություն ասածը այնքան ձևական է, որ որևէ լուրջ անգամ գնահատման արժանի չի։ Իհարկե իրան մեդալներ կտան, պարգևատրեն, որովհետև ինչ ուզում են մարտանում է։ Ինչ ուզում են մարտանում, ինչ պետք է չսիրաշահել, այսպես ասած։ Նախ առաջի բարբերությունը ամեն ինչ խոսում է այս փաստաթղթի արժեքի մասին։ Առաջի բարբերությամբ ինչ-որ ստորագրել են Վաշինգտոնում, այս վերջերս արդեն ասում են, որ սա իրավական ուժ չունեցող հաստատուղթ է, այսինքն ներկայացնում են այստեղ որպես դե յուրե հաստատված, այսպես ասած, խաղաղություն եւ տրիպ, որը որևէ կապ չունի իշխանության սահմանափակման հետ, ուղղակի ծիծաղ է պատճառում։ Եթե պարզ խոսքով ասենք, մենք ունենք այսօր 26% ինքնիշխանություն։ Այնքան, ինչքան մեզ տրամադրել են, որ մենք այդտեղից կարող ենք մասնաբաժին ունենալ, շահաբաժին ունենալ։ Ինչ է, 26%-ով։ Դա ամբողջ քո տարածքով անցնում է ճանապարհ։ Ոչ մի վետո իրավունք չունենք, դե այդ իր ասածները եւ գրածների տարբերությունը մենք արդեն պետք է սովորենք տեսնել եւ իրականում թե ինչ ուղղությամբ էս ամեն ինչը գնում, նույնպես պիտի կարողանանք տեսնել։ Այսինքն ակնհայտ է քո տարածքով ճանապարհ է տալիս։ Մեր տարածքն է, չէ՞, բայց այդ տարածքի տնօրինությունը միայն 26%-ով ունես։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ արձագանքել է Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե փաստաթուղթն իրավական ուժ չունի։ Պատգամավորն ասել է, որ մեծ վերլուծաբան լինել պետք չէ պարզելու, որ իրավական ուժ չունի, դա անգամ նախաբանում է գրված, բայց դրան հետևելու են իրավական փաստաթղթեր։ 26% սուվերենություն ձևակերպումը զավեշտալի է որակել, շեշտել, որ Հայաստանը սուվերենության խախտում չի ունենալու։ Մեծ բանակցող վերլուծաբան եւ տեսաբան լինել պետք չէ պարզելու, որ այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի, որովհետեւ դա գրած է փաստաթղթի նախաբանում,
որ փաստաթուղթը իրավական փաստաթուղթ չէ, դա հայտարարություն է արտգործնախարարի եւ պետքարտուղարի բանակցությունների տևանքով, բայց դա շրջանակ է եւ դա քաղաքական հանձնառություն է, որին կհետևեն իրավական փաստաթղթերը, այն է պայմանագիրը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև եւ TRIP զարգացման ընկերության կանոնադրային փաստաթղթերը։ Ինչ վերաբերում է 26% սուվերենության, իհարկե զավեշտալի է այս ձևակերպում, օրինակ պարոն Ռուստամյանը չասեց, հեծում Հայաստանը քանի տոկոս սուվերենություն ուներ, Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում քանի տոկոս սուվերենություն ուներ, մյուս Հայաստանի ուրեմն գազային համակարգի նկատմամբ քանի տոկոս սուվերենություն ունի։ Այս սրանք եւ չունենալով պետության մասնակցությունը այդ գործարքների մեջ, բայց այնուամենայնիվ ես չեմ պնդում, որ այս գործարքներում Հայաստանը չունի սուվերենություն, ընդհակառակը չունենալով որևէ տոկոս մասնաբաժին Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում կամ նախկինում չունենալով հեծում որևէ տոկոս մասնակցություն, ես չեմ կարող պնդել, որ Հայաստանի սուվերենությունը խախտվում էր, ոչ, եւ այս նախագծով, TRIP-ի նախագծով առավել քան ակնհայտ է, որ Հայաստանը սուվերենության որևէ խախտում չի ունենալու, այլ փոխարենը Հայաստանը նաև ունենալու է որոշակի դիվիդենդներ, ունենալով որոշակի բաժնեմասեր ընկերության մեջ, եւ նաև շրջանակը, որը հրապարակվել է, շատ հստակ եւ աներկբա կերպով ասում է, որ Հայաստանի սուվերենությունը այս նախագծի վերաբերյալ անքննարկելի է եւ բացարձակ։ Անխոչնդոտ անցման հետ կապված բազմիցս մեկնաբանություններ տվել ենք օգոստոսի 8-ից հետո, որովհետեւ դա անխոչնդոտ նշանակում է, որ Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու թե Ադրբեջանից Նախիջևան անցման, թե միջազգային տրանզիտի համար եւ բայց բնականաբար դա այդ անցումը տեղի ունենալու Հայաստանի իրավազորության ներքո։ TRIP-ը բերելու է ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր, կարծում է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Իրենց քաղաքական տեսլականն այն է, որ խաղաղության երաշխավորը լինի մեկից ավելին, սա կլուծի անվտանգային խնդիր, դա է երկարաժամկետ խաղաղության գրավականը։ Նախորդային շարժումը հայտարարել է կուսակցություն հիմնելու մասին, ուժեղ Հայաստան անվամբ։ Փետրվարի 12-ին նախատեսված է կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը։ TRIP-ը այս պահիդրությամբ Հայաստանի համար բացում է հնարավորություններ եւ բացում է ռիսկեր։ Հնարավորությունները դա բերել երրորդ կողմին Ամերիկայի Միացյալ Նահանգներին դեպի երաշխավորի մակարդակ։ TRIP-ում պայմանավորվածության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են որպես ՎԿ։ Մեր արտաքին քաղաքական ընդհանուր տեսլականը նա է, որ մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավոր մեկից ավել։ Մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, այն տարածաշրջանի հետ, ովքեր ունեն ընդամենը մեկ երաշխավոր կամ չունեն երաշխավոր։ Այս 21-րդ դարի մեր ժամանակաշրջաներում փոքր երկրները ավելի լավ են ապրում, շատ տարօրինակ բան կարող եմ ասել, միշտ պատմականորեն մեծ երկրներն են ավելի հարուստ եղել։ Բայց 21-րդ դարի մեր ժամանակաշրջանում փոքր երկրները ավելի սկսել են լավ ապրել, քանի որ կառավարությունները ավելի ակտիվ են, դինամիկ են։ Բայց կա անվտանգային խնդիր։ Անվտանգային խնդիրը լուծելու համար մեր երկրին պետք է երաշխավոր։ Շատ կարևոր է երրորդ կողմի ներկայությունը այդտեղ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը։ Բայց մեզ պետք է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր արտաքին քաղաքականության ամբողջ process-ը բերելու է նրան, որ մենք ունենանք մեկ եւ ավել երաշխավոր մեր խաղաղության, դա է երկարաժամկետ խաղաղության միակ լուրջ գրավականը։ Թուղթը մեր հարևանների հետ, շատերը կհիշեն 92 թվականն էլ է եղել հրադադար պայմանավորվածություն, ավելի շատ էլ է եղել։ Թուղթը բավականին փոփոխական մեծություն է թուրքերի հետ բանակցությունների ժամանակ, իսկ երաշխավորները հաստատում մեծությունները, մեկից ավելի։ Քարորյան շարունակվել է ազգային ժողովն ընդունել է զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիներին առնչվող օրինագիծը։ Հունվարի 27-ն էլ սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Ազգային ժողովն ընդունել է Ռուբեն Ռուբինյանի եւ Գեգամ Նազարյանի հեղինակած նախագիծը։ Օրը կլինի ոչ աշխատանքային։ Մինչև նախագծերի քննարկման անցնելը պատգամավորներն արձագանքել են միմյանց նախորդի ելույթներին, նկատել, որ գուցե մարդիկ արդեն հոգնել են այդ իշխանությունը ընդդիմություն մեղադրանքներից, բայց չարձագանքել էլ չեն կարող։
Ճիշտ է, ժողովուրդը օգնել են արդեն մենք ասեցինք, դու ասեցիք, նրանք ասեցին, բայց այս դիսկուրսի մեջ չէի ուզում մտնել, բայց պետք է ասեմ։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ոնց կարելի է մահկանացու մարդուն, միս ու արյուն ունեցող մարդուն, ուխտը խախտած մարդուն, սուտ խոսացող մարդուն բերել ու նույնականացնել Հայաստանի Հանրապետության հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Ժողովուրդ, այս խոսույթը բերեք վերջացնենք, որովհետև մի մահկանացու մարդ չի կարող եկեղեցի լինել։ Տիկին Գալստյանը լավ է որ եկավ, երեք այստեղից խոսեց կանոնադրության մասին եկեղեցու, բայց երբեք չխոսեց այդ կանոնադրությունը խախտած, այդ ուխտը խախտած մարդու մասին, որովհետև իրան ներկայացնում են որպես եկեղեցի։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա հայ հավատացյալների աղոթատեղին է, եւ ինչպես կասեր մեր Տեր Հիսուս Քրիստոսը, դա Աստծո տունն է, եւ նույնականացնել ինչ-որ մարդու հետ դա լուրջ չի։ Ընդդիմությունը հերթական անգամ մեզ մեղադրում էր հայ առաքելական եկեղեցին ասպատակելու կամ եկեղեցու վրա հարձակվելու մեղադրանքներ հնչեցնում, եւ ես ուղղակի ուզում եմ երեկվա քննարկման շարունակության տրամաբանության մեջ հերթական անգամ ովքեր որ բաց են թողել հիշեցնել հետեւյալի մասին, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն Կտրիչ Ներսիսյանը եկեղեցուն պատկանող Սուրբ Գեղարդը, այդ Գեղարդից մի մաս նվիրել է այլ պետության ներկայացուցչի։ Այն Կտրիչ Ներսիսյանը, որի եղբայրը ըստ հրապարակված փաստաթղթի KGB-ի գործակալ է։ Հետո մի այլ հոգևորական Կտրիչ Ներսիսյանի մերձավոր շրջապատից ասողիկը ասել է, որ ուրեմն Կտրիչ Ներսիսյանն ունի բացարձակ իրավունք ցանկացած մասունք նվիրել ցանկացածին, անկախ նրանից այդ մարդը աշխարհական է թե հոգևորական, այսինքն ինչ ասում, ասում ցանկացածին Կտրիչ Ներսիսյանը կարա տա։ Այստեղ մենք հիշում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը, ով կուսակրոնության ուխտ է տվել, խախտել է այդ ուխտը եւ ունի զավակ կամ զավակներ, ովքեր աշխարհական են։ Եվ Կտրիչ Ներսիսյանը, ինչպես ասում է ասողիկը, կարող է ցանկացած բան նաև նվիրաբերել իր աշխարհական զավակին կամ զավակներին, որոնք էլ իրենց հերթին կարող են նվիրաբերել մեկ ուրիշին կամ երրորդ պետությունների։ Հիմա մեր ընդդիմությունն ասում է, որ մենք ենք հարձակվել եկեղեցու դեմ եւ ոչ թե ասենք բանը Կտրիչ Ներսիսյանը։ Բայց այս ամբողջ իրավիճակի վրա իրականում լույս սփռեց տիկին Լիլիթ Գալստյանը, որ եկավ եւ մի հատ մոգական բառ ասեց, աբրակադաբրա, եւ իրականում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ասեց, չէ, ոչ թե Կտրիչ Ներսիսյանը տվել է դա կամ նվիրել է, նա ընծայաբերել է դա։ Այդտեղ ամեն ինչ տեղն ընկավ։ Քանի որ Կտրիչ Ներսիսյանը ոչ թե տվել է, նվիրել է, այլ ընծայաբերել է Գեղարդը, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Մենակ ուղղակի հետաքրքիր է իմանալ, ասենք այդ նույն տրամաբանությամբ Լիլիթ Գալստյանի կարող է Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին ընծայաբերել է Հայաստանի գույքը Ռուսաստանին, կամ պատրաստվում էր ընծայաբերել Մեղրին Ղարաբաղի դիմաց, կամ օրինակ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանը ըստ դատախազության իր $200 միլիոն ընծայաբերել Ղարաբաղից տեղահանվածներին։ Մենք անցած տարի 250 միլիոն վարկ ենք վերցրել պետությունը, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցը լուծի։ Ես առաջարկում եմ Տիկին Գալստյան, ձեր ղեկավարին ասեք, որ իր այդ 200 միլիոնը ընծայաբերի, նվիրի Ղարաբաղից տեղահանվածներին։ Շվեյցարիայում հանրապետության նախագահն այցելել է միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն։ Վահագն Խաչատուրյանը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել կիրառական եւ գիտահետազոտական աշխատանքներին, նաեւ միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։ Նշել է, որ 98 թվականից ՍԸՌ-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման միջազգային ծրագիր, որը միտված է ֆիզիկայի եւ հարակից բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացմանը։ Այդ նախաձեռնության շրջանակում գործում է նաեւ հայ ուսուցիչների համար նախատեսված առանձին ծրագիր, որի շրջանակում 2024-ին առաջին անգամ հայ ուսուցիչների խումբը վերապատրաստում է անցել ՍԸՌ-ում։ Նախագահը հանդիպել է նաև ընթացիկ տարվա վերապատրաստման ծրագրի շրջանակում ՍԸՌ-ում հայաստանցի ուսուցիչների խմբի հետ։ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման նախաձեռնությունների շարունակականությունը, ընդգծելով կրթության եւ գիտության զարգացման մեջ միջազգային համագործակցության առանցքային դերը։ Մասնագիտական ստերասն գործի պատանական հետո վերադառնալ այդ ամեն ինչը վերադառնում ենք այո ապերում ենք
Ոնց է։ Լավ է, որ այսքան շատ մարդիկ։ Բոլորը աշխատում են դպրոցներում, ֆիզիկայի Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիային անցկացրել կիբեր հանցագործությունների զոհ դարձած քաղաքացիները։ Ահազանգում են, որ քայլեր չեն ձեռնարկվում նման հանցագործությունները կանխելու ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում ասել են, որ տուժել են տարբեր հարթակներից հազարավոր դոլարների վնաս են գրել։ Գումարը ներդրել են մաս-մաս, մյուսներն ամբողջական։ Հավատով սպասում են, որ խնդիրը կլուծվի։ Ես ամեն ինչ իրանց ներկայացրել եմ, նույնիսկ գտել եմ այն մարդկանց, որոնք Հայաստանում այդ գործով զբաղվում են։ Շատ սիրուն ձևի ոնը արեցին ռուսի ասած։ Փոխարենը ինչ էր խոստանում կայքը ձեզ, որ 26 միլիոն Գումար, աշխատանք, գումարը աշխատացնում ենք, Օսկո առևտուր, ակցիայի առևտուր, դա ոչ թե ինչ որ չգիտեմ ռուլետկա էր, բայց իմ պատկերացնելով դա աշխատանք էր։ Հելոբիտ հարթակում եմ արել ու հարևանուհիս է ինձ ներշնչել հավատ ու ես հավատալով դրել եմ, որ կվաստակեմ մեծ գումարներ։ մի անգամից է 400 Չէ, սկզբից դրել եմ 1000, հետո ամուսնուս եմ ասել դրել է 2000, հետո աղջկաս անունով ենք ավելացրել ու բոլորը նույն ամսվա վերջ մեջ։ Նույն հոկտեմբեր ինչ էր խոստանում այն։ որ ամեն $1000 դիմաց ամսվա վերջ ավելանալու է եւս 1000, այսինքն կրկնապատկվելու է գումարը։ Ու յուրաքանչյուր անգամ, երբ որ քո անվան տակ որևէ մեկին ավելացնում ես, գալիս է դրանից քեզ պարգևավճար, պլյուս գումարներն ավելի է ավելանում եւ օրվա մեջ մի քանի անգամ մասնակցում ենք խաղերին։ Այսինքն իրանց ուղարկված այդ թվերը, որը որ ավելացնում էին։ Դուք ներգրավել եք որևէ մեկին։ Դե իմ ընտանիքի անդամներին պլյուս մի ընկերուհի 1000 էլ ինքն է ներդրել։ Բոլորս էլ տուժել ենք, ոչ մի անգամ գումար չենք անել։ Մեծ հավատ ունենք, որ կվերադարձվի գումարները։ Չգիտեմ, հանցագործներին կգտնեն, թե չեն գտնի, բայց ամեն դեպքում մենք շատ հավատում ենք, որ լուծվելու է այս հարցը։ Իսկ դուք որ բանկից որևէ բան դες ասել եք։ Ոչ, բանկերը ինձ ոչինչ չեն տեղեկացրել։ Ես սկսել եմ շատ քչից։ Ես ոչ մի բան չեմ արել։ Facebook-ով հայտարարում էր Գազպրոմի ներկայացուցիչը, որ թոշակառուներին օգնելու են ձմեռային կոմունալ վճարումների համար, դրա համար խաղարկություն են կազմակերպում։ Եթե ցանկություն կա, մասնակցեք այդ խաղարկությանը։ Գազպրոմի աշխատակից է։ Դե հիմա է ձև էր հայտարարությունը, ես ինչ իմանամ։ Հիմա ոչ մեկին չես իմանում ով ինչը նախագահի անունով էլ են խոսում հիմարություններ դուրս տալիս չես կարող կողմնորոշել թե տեխնիկան զարգացել է հիմա կարող եմ ես խոսել ուրիշ բան մեկ է ցույց տան ուրիշ բան դե ուտենց 50000 փող ուղարկեցի իրանց ասած կորձինա 50000 դրամ Հետո զանգեցին ասին 50000 դրամ քիչ է, մինիմում պետք է $500 լինի գումարը։ $500 էլ ուղարկեցի։ Անցավ որոշ ժամանակ զանգեցին, թե ես շահել եմ վիճակախաղում 1300 քանի դոլար։ Ստանալու համար պետք է 80000 գումար ուղարկես։ Կոորդինատները տալիս են, այդ 80000-ը ուղարկեց, հետո մի հատ է 81000, հետո մի հատ է 300000։ Մի խոսքով, որտես արդեն հասավ $1300-ից ավել, դադարեցրեցի։ Անցավ որոշ ժամանակ, նորից զանգեցին, բայց ձեր գումարը բանը աճում է, որովհետև բանը բանկում տոկոսները ավելանում, հիմա դարձել է $1700 Դուք 80000 ուղարկեք, ձեր գումարը ստանաք։ 80000 ուղարկեցի, էլի չստացա։ Անցավ դադարեցրեցի։ Անցավ բավականին ժամանակ։ Մի հատ կազմակերպությունից ինձ զանգեցին, իրավաբանական կազմակերպությունը։ Մոտս բոլոր տվյալները կա։ Այդ իրավաբանական կազմակերպությունը իր օրենսգիրքը ուղարկեց ինձ, ես տպել տվեցի, ստորագրեցի, հետ ուղարկեցի, որ համաձայն եմ 7% իմ ստացած գումարի 7%-ը տամ իրենց, բայց իրանք օգնեն ինձ ստանամ իմ գումարը։ Անցավ որոշ ժամանակ հետո սրանք սկսեցին գումար ուզել ու ես իմ շատ մեծ գումար ուղարկեցի, էլի, այդ քչով, բայց
Դա արդեն 1.5 տարի էր։ Ես ստեղ դիմում էի, ոչ մի բան չէին անում։ Ստիպված մտածում էի միգուցե իրանց միջոցով կկարողանամ մի բան անեմ, դրա համար շարունակում էի։ Ամեն անգամ որ առիթ էր լինում, մեկը իրավաբանական կազմակերպությունից զանգում էր ինձ, ասում էր, որ կարող եմ ձեզ օգնել, ես գալիս էի ստեղ, դիմում էի գրում, սրանց ասում էի, սրանք ոչ մի բան չէին անում, ստիպված ես իմ խելքում մտածում եմ, միգուցե նրանք կանեն, ու նորից գումար էի տալիս։ Այդ ձևով ես քիչ շատ մեծ գումար տվեցի։ Վերջնական հաշվում վաճառեցի ամեն ինչ հնարավոր էր վաճառ, բացի բնակարանից, նույնիսկ տան իրերն էլ եմ վաճառել, ոսկեղեն, մեքենա, ավտոտնակ, ամառանոց, ամեն ինչ վաճառել եմ, ուղարկել եմ, որպեսզի այդ կորցրածս հետ բերեմ, բայց ոչ թե հետ եմ բերել, այլ ավելի շատ կորցրել եմ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, քննարկելով Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ես համաձայնել եմ Շվեյցարիայում Դավոսում հանդիպել տարբեր կողմերի հետ։ Ինչպես բոլորին շատ հստակ ասել եմ, Գրենլանդիան կարևոր է ազգային եւ համաշխարհային անվտանգության համար։ Հետդարձի ճանապարհ չկա, դրանում բոլորը համաձայն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները անկասկած աշխարհի ամենահզոր երկիրն է, գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում վերակառուցել է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը եւ այժմ արագ տեմպերով շարունակում է այդ գործընթացը։ Դավոսում հունվարի 19-ին մեկնարկել է 56-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կտևի մինչև հունվարի 23-ը։ Դրան մասնակցում են աշխարհի տարբեր երկրների կազմակերպությունների ղեկավարներ։ Այս տարի ֆորումը կրում է երկխոսության ոգի խորագիրը։ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Պետքարտուղարության տվյալով Մարկո Ռուբիոն եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, բարձր գնահատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։ Պետքարտուղար Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումներին։ Սա կարևոր ժեստ է, որը ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի առաջ քաշած պատմական խաղաղության գործարքին, ասված է ամերիկյան կողմի հաղորդագրությունում։ Պաշտոնյաները նաեւ ընդգծել են թրիփի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Արքայազմ Ֆեյսալ բին Ֆարհան Ալ-Սաուդի հետ, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Իրանում տիրող իրավիճակին։ Զրույցում քննարկվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համակարգման շարունակումը, ինչպես նաև Իրանում տիրող իրավիճակը։ Կողմերը համաձայնել են սերտ կապի մեջ մնալ տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։ Զրույցը տեղի է ունեցել Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի շուրջ լարվածության ֆոնին։ Իրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 25 մարզիկների, դերասանների եւ կինոգործիչների դեմ երկրում հակակառավարական ցույցերին եւ անկարգություններին աջակցելու համար։ Այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության դատական իշխանության մամուլի ծառայությունը։ Դատախազությունը կարգադրել է բռնագրավվել որոշ կասկածյալների ունեցվածքը եւ նրանցից բռնագանձել միջոցներ խռովարարների պատճառած վնասի փոխհատուցման համար։ Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ էին սկսվել իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ նվազման եւ բարձր գնաճի դեմ։ Աշխարհի տարբեր երկրներում իրանցիները բողոքում էին եւ միանում էին ցույցերին։ Երկու շաբաթից ավել տևած հակակառավարական ցույցերի ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել, այդ թվում իրավապահներ։ Հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Սիրիայի նախագահները։ Դոնալդ Թրամփը եւ Ահմեդ Ալ-Շարան քննարկել են Արաբական Հանրապետությունում քրդերի իրավունքների ապահովելու անհրաժեշտությունը։ Երկրի կառավարության եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև օրերս կնքված հրադադարի ֆոնին Թրամփը եւ Շարան վերահաստատել են Սիրիայում միասնության եւ անկախության պահպանման կարեւորությունը, համաձայնել գործակցել իսլամական պետության դեմ պայքարում։
Եվրամիությունը ողջունում է Սիրիայի անցումային իշխանությունների եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև հունվարի 18-ին ձեռք բերված հրադադարը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի ներկայացուցիչ Անուար Ալ-Անունին։ Նա նշել է, որ Սիրիայում իսկական ներառական անցումային ժամանակաշրջանը պետք է ընդգրկի երկրի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական եւ զինված կառույցների ինտեգրումը, պետական ինստիտուտներին եւ քրդերի իրավունքների պաշտպանությանը։ Հունվարի 18-ին Սիրիայի կառավարությունը հայտարարել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ անհապաղ հրադադարի մասին։ Հրադադարը վերջ է դնում գրեթե 2 շաբաթ տևած մարտերին։ Նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա սիրիական պետական հաստատություններին վերականգնել վերահսկողությունը երկրի արևելյան եւ հյուսիսային 3 նահանգների նկատմամբ։ Սիրիայի կառավարությանը կփոխանցվեն տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերը, գազի եւ նավթի հանքավայրերը։ Դամասկոսը նաեւ վերահաստատել է, որ կճանաչի քրդերի մշակութային եւ լեզվական իրավունքները։ Քրդերենին կշնորհվի պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Քրդական նոր տարին կհռչակվի ազգային տոն։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների մաքրման եւ աղավազով մշակման աշխատանքները շարունակվում են։ Շուրջօրյա հերթապահություն է կատարվում հանրապետության բոլոր շրջաններում։ Գիշերն ու առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկազառույց։ Օդի ջերմաստիճանը կնվազի 7-ից 10 նիշ, այնուհետև նույնքան կբարձրանա։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյանները անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։